Բարև ձեզ, ես Նժդե Փիրումյանն եմ, քիչ անց կպատմեմ շատ հետաքրքիր պատմություն։ Նա մտավ ավտոսրահ ջինսով և հասարակ սպիտակ շապիկով, հետաքրքրվելով շքեղ ավտոմեքենայով։ Վաճառողը արհամարանքով ոտքից գլուխ չափեց նրան։ «Ցավում եմ, բայց կարծում եմ դուք սխալվել եք տեֆի հարցում», քմծիծաղեց նա, ցույց տալով ելքը։ «Այս մեքենաների գները սկսվում են $3,000,000-ից»։ Մինչ մյուս աշխատակիցները փրթկում էին, իսկ գնորդները ակնապիշ նայում, նրա դեմքը կարմրեց նվաստացումից։ Նա հեռացավ, առանց որևէ բառ ասելու։ Հաջորդ առավոտյան ավտոսրահին մոտեցավ փայլուն Rolls-Royce Phantom-ը։ Երբ հետևի դուռը բացվեց, վաճառողի ծնոտը կախ ընկավ։ Նա նման բան չէր սպասում։ Boston Luxury Motors հեղինակավոր ավտոսրահը շողշողում էր առավոտյան լույսի ներքո։ Ապակե պատերը ցուցադրում էին մի շարք էկզոտիկ մեքենաներ, որոնց տիրանալու մասին մարդկանց մեծամասնությունը կարող էր միայն երազել՝ Porsche, Bentley, Aston Martin, Ferrari, յուրաքանչյուրն ավելի թանկ, քան նախորդը։ Մարգարետ Քոլինզը, մտերիմների համար մեկին, մտավ դռնից։ Նրա շագանակագույն պոչիկը թեթևակի թռչկոտում էր յուրաքանչյուր քայլի հետ։ Նրա հասարակ սպիտակ շապիկը, հնամաշ ջինսերն ու նվազագույն դիմահարդարումն արտացոլում էին մի կնոջ, ով գործնականությունն ավելի բարձր էր գնահատում, քան արտաքին տեսքը։ 35 տարեկանում նա ճառագում էր հանգիստ ինքնավստահություն, որը գալիս էր այն գիտակցումից, թե ով է նա իրականում։ Այնինչ ակնհայտ չէր նրա համեստ արտաքինից, այն էր, որ Մեգին Քոլինզ հիմնադրամի հիմնադիրն ու շարժիչ ուժն էր, սահմանափակ հնարավորություններով երեխաների համար նախատեսված կազմակերպության, որը փոխել էր հազարավոր երիտասարդ կյանքեր։ Իր ներկայիս ամուսնու հետ հանդիպելուց տարիներ առաջ նա զրոյից ստեղծել էր հիմնադրամը, իրական փոփոխություններ կատարելու գործում ներդնելով իր սիրտն ու հատուկ կարիքներով երեխաների զարգացման ոլորտում ստացած կրթությունը։ Մտնելով ցուցասրահ, նրա հայացքն անմիջապես ընկավ մուգ կապույտ էլեգանտ կուպեի վրա, որը կատարյալ էր իր քրոջ 40-ամյակի համար։ Քերոլայնը միշտ երազել էր շքեղ մեքենայի մասին, եւ անցյալ տարի կրծքագեղձի քաղցկեղի դեմ տարած հաղթանակից հետո Մեգին ցանկանում էր նրան իսկապես առանձնահատուկ մի բան նվիրել։ Նա հեշտությամբ կարող էր իրեն թույլ տալ դա։ Նրա հիմնադրամի հաջողությունը եւ անձնական ներդրումները նրան բավականին ապահովված էին դարձրել, թեև քչերը գիտեին այդ մասին։ Ցուցասրահի մյուս ծայրում Բլեյք Թոմփսոնը ուղղեց իր կապույտ փողկապը եւ հարթեց մուգ կապույտ կոստյումի պիջակը։ Որպես վաճառքի մենեջեր, նա հպարտանում էր նրանով, որ կարողանում էր ակնթարթորեն տարբերել լուրջ գնորդներին։ Տեսնելով Մեգիին եւ նրա առօրյա հագուստը, նա քմծիծաղեց եւ գլխով արեց իր գործընկերներին։ «Սա զվարճալի է լինելու», բարի լույս, ժպտաց Մեգին Դենիել անունով երիտասարդ վաճառողին, ով մոտեցավ նրան։ «Բարի գալուստ Boston Luxury Motors։ Ես Դենիելն եմ։ Ձեզ այսօր կոնկրետ ինչ-որ բան է հետաքրքրում»։ Նախքան Մեգին կհասցներ պատասխանել, Բլեյքը սահուն կերպով խլեց նախաձեռնությունը։ «Ես ինքս կզբաղվեմ դրանով, Դենիել», ասաց նա, ապա շրջվեց դեպի Մեգին սովորած ժպիտով, որը չէր հասնում նրա աչքերին։ «Ճանապարհն եք փնտրումն եմ»։ Եվ այսպես սկսվեց Մեգիի օրը ավտոսրահում, մի օր, որը կփոխի բոլոր մասնակիցների հայացքները։ «Իրականում», հաճելի ձայնով պատասխանեց Մեգին, «ինձ հետաքրքրում է այն մուգ կապույտ կուպեն»։ Նա մատնացույց արեց բարձր հարթակի վրա ցուցադրված $250,000 արժողությամբ մեքենան։ Բլեյք Թոմփսոնի ժպիտը դարձավ լարված։ Նա նման բան արդեն տեսել էր։ Մարդիկ մտնում են երազելու մեքենաների մասին, որոնք երբեք չեն կարողանա իրենց թույլ տալ։ Ամսվա վերջին մոտեցող պլանների եւ օրվա երկրորդ կեսին սպասվող 3 լուրջ գնորդների պարագայում նա ժամանակ չուներ ֆանտազիաների համար։ «Սա սահմանափակ ազուրե սերիան է։ Այս տարի թողարկվել է ընդամենը 15 օրինակ», ասաց նա, շեշտելով յուրաքանչյուր բառը, կարծես երեխայի հետ էր խոսում։ «Գուցե ես կարողանայի ուղղորդել ձեզ մեր օգտագործված մեքենաների բաժին։ Դրանք գտնվում են առանձին շենքում, մոտ 3 թաղամաս դեպի արևելք»։ Մեգին նկատեց, թե ինչպես նրա աչքերը սահեցին իր հասարակ հագուստի վրայով, կանգ առնելով մաշված սպորտային կոշիկների վրա։ Նա սովոր էր նման դատողությունների։ Մարդկանց մեծամասնությունը գաղափար չուներ, որ նա դիտավորյալ էր ընտրել ապրելակերպի այս ձևը, գտնելով ազատություն եւ պարզություն, չնայած հսկայական հարստության հասանելիությանը։ «Ես շատ կուզենայի ավելին իմանալ այս մեքենայի մասին», քաղաքավարի պնդեց նա։ «Կարելի է տեսնել սրահը»։ Բլեյքի դեմքի արտահայտությունը թթվեց։ Նրա հետևում երկու վաճառողներ փոխանակվեցին հասկացող հայացքներով։
Ազորեի ցուցադրությունն իրականացվում է միայն նախնական գրանցմամբ, սաղուն ստեց նա։ Մեր լուրջ հաճախորդները սովորաբար մասնավոր դիտումներ են նշանակում։ Այդ պահին ներս մտան դիզայներական հագուստով մի տղամարդ եւ կին։ Բլեյքի պահվածքը ակնթարթորեն փոխվեց։ «Ներողություն եմ խնդրում», ասաց նա Մեգիին, նույնիսկ չնայելով նրան։ «Ինչու վերցնեք բրոշուրը։ Դենիելը ձեզ կօգնի այդ հարցում»։ Նա ուղղեց դեպի զույգը գրկաբաց։ «Բարի գալուստ, պարոն եւ տիկին Հարինգթոններ։ Ուրախ եմ ձեզ կրկին տեսնել»։ Դենիելը երիտասարդ վաճառողը մոտեցավ Մեգիին մեղավոր ժպիտով։ Նա 25 տարեկանից մեծ չէր, եւ նրա կոստյումը կարծես մեկ չափսով մեծ լիներ։ «Ես շատ ցավում եմ», ցածր ասաց նա։ «Ուզում եք ես պատմեմ ձեզ Ազուրեի մասին»։ «Այո, խնդրում եմ», պատասխանեց Մեգին։ Մինչ Դենիելը ոգևորությամբ նկարագրում էր մեքենայի բնութագրերը, Մեգին նկատեց, թե ինչպես Բլեյքը տարավ լավ հագնված զույգին ուղիղ դեպի Ազուրե։ Նա նրբագեղորեն բացեց դուռը, հրավիրելով տիկին Հարինգթոնին նստել ներսում, հենց այն մեքենայի մեջ, որը նա անվանել էր հասանելի միայն նախնական գրանցմամբ։ «Ամեն ինչ կարգին է», հանգստացրեց Մեգին արդեն շփոթված Դենիելին։ «Ես հասկանում եմ ինչպես է դա աշխատում»։ Ցուցասրահի մյուս ծայրում Բլեյքը խավարկում էր իր լավ փորձարկված վաճառքի տեսարանը։ «Այս կոնկրետ մոդելի հերթը 8 ամիս է, բայց ես մեկը պահել եմ հատուկ հաճախորդների համար»։ Տիկին Հարինգթոնը ձեռքը տարավ սրահի կաշվե պաստառի վրայով։ «Սա նրբաճաշակ է, բայց ես վստահ չեմ գույնի հարցում։ Մենք իհարկե կարող ենք քննարկել անհատական տարբերակները», վստահեցրեց նրան Բլեյքը։ Մեգին անձայն մոտեցավ, կանգ առնելով լսելիության սահմաններում։ «Ներեցեք», ասաց նա։ «Ես կցանկանայի իմանալ այս մոդելի գնման հնարավորության մասին»։ Բլեյքի դեմքը քարացավ։ «Ինչպես արդեն ասացի, այս մեքենան ցուցադրվում է այս հաճախորդներին», ասաց նա հազիվ զսպված զայրույթով։ «Գուցե դուք կարող եք վերադառնալ մեկ ուրիշ անգամ, կամ ինչպես առաջարկեցի, դիտել մեր օգտագործված մեքենաների տարբերակները»։ Զույգը շփոթված նայեց մեկ Բլեյքին, մեկ Մեգիին։ «Ինձ կոնկրետ այս մեքենան է հետաքրքրում», հանգիստ հայտարարեց Մեգին, «քրոջս ծննդյան օրվա համար հաջորդ ամիս»։ Բլեյքը մի կողմ քաշվեց Հարինգթոններից, իջեցնելով ձայնը։ «Լսեք, ես հասկանում եմ մարդիկ սիրում են երազել, բայց սա գործնական վայր է։ Այս մեքենան ավելի թանկ կարժենա, քան տների մեծ մասը։ Ես համբերատար էի, բայց դուք ընդհատում եք օրինական գործարքը»։ Մոտակա մի քանի գնորդներ կանգ առան, հետևելու անհարմար երկխոսությանը։ Դենիելը անհանգիստ քարացավ մի կողմում։ «Ես պատրաստ եմ գնումը կատարել կանխիկով հենց այսօր», ասաց Մեգին, պահպանելով ինքնատիրապետումը։ Հենց այդ պահին Բլեյքի պրոֆեսիոնալ դիմակը վերջնականապես ճաք տվեց։ Նա ծիծաղեց։ Կարճ, կտրուկ ձայնը արձագանքեց ցուցասրահում։ Մի քանի գլուխներ շրջվեցին։ «Գնումը կանխիկով, լուրջ եք»։ Նրա ձայնը բարձրացավ, կոչված նվաստացնելու։ «Սա սովորական վաճառք չէ։ Մենք խոսում ենք $1/4 միլիոն մասին։ Մարդիկ, ովքեր կարող են իրենց թույլ տալ նման մեքենաներ, չեն հագնվում այնպես, ինչպես»։ Նա արհամարանքով ձեռքը թափահարեց նրա հագուստի ուղղությամբ։ Մեգին զգաց, թե ինչպես են այտերը կարմրում ոչ թե շփոթմունքից, այլ դանդաղ աճող զայրույթից։ Ոչ իր համար, նա արդեն բախվել էր նման վերաբերմունքի, այլ բոլոր նրանց համար, ում երբևէ դատել են արտաքինով։ «Ես համարում եմ, որ իմ գումարը նույնքան լավն է, որքան որևէ մեկ ուրիշինը», ցածր ասաց նա։ Բլեյքը մոտեցավ, կախվելով նրա գլխավերևում։ «Թույլ տվեք հստակ արտահայտվել», ասաց նա, այլևս չփորձելով թաքցնել իր արհամարանքը։ «Դուք վատնում եք իմ ժամանակը եւ ձեզ անհարմար վիճակի մեջ եք դնում։ Կամ գրանցվեք լուրջ զրույցի համար, հագնվելով պատշաճ կերպով, կամ լքեք տարածքը»։ Ցուցասրահում լռություն տիրեց։ Հարինգթոնները հեռացան մեքենայից, ակնհայտորեն իրենց անհարմար զգալով։ «Այստեղ ինչ-որ բան այն չէ», լսվեց նոր ձայն։ Ավտոսրահի սեփականատեր Ռիչարդ Մեյսոնն էր, գրավված աղմուկից։ Բլեյքը ուղղեց փողկապը։ «Խնդիր չկա, սըր։ Պարզապես բացատրում եմ այս տիկնոջը, որ մենք աշխատում ենք նախնական գրանցմամբ լուրջ գնորդների համար»։ Ռիչարդ Մեյսոնը արագ գնահատեց իրավիճակը, նկատելով Մեգիի հասարակ արտաքինը եւ հետեւող ամբոխին։ Նրա դեմքի արտահայտությունը հստակ ցույց էր տալիս, թե ում կողմն է նա բռնում։ «Հասկանում եմ», ասաց նա։ «Միս Քոլինզ, Մարգարետ Քոլինզ», ճշտեց Մեգին։ «Միս Քոլինզ, հնարավոր է, տեղի է ունեցել թյուրիմացություն։ Մեր հաճախորդները սովորաբար, նրանք հասկանում են մեր մեքենաների էքսկլյուզիվությունը»։ «Ես հիանալի հասկանում եմ», պատասխանեց Մեգին։ Նրա ձայնը հաստատուն էր, չնայած կրծքում այրող նվաստացմանը։
Ձեր վաճառքի մենեջերը չափազանց հստակ շարադրեց ձեր քաղաքականությունը։ Բլեյքը նորից առաջ քայլեց։ Նրա ձայնից մեծամտություն էր ծորում։ Եթե դուք իսկապես շահագրգռված եք, ինչին ես կասկածում եմ, կարող եք զանգահարել եւ գրանցվել ընդունելության։ Բայց ես խորհուրդ կտայի ձեզ բերել միջոցների առկայության ապացույց եւ հագնվել համապատասխանաբար։ Այս մեքենաները նա ձեռքով ցույց տվեց ցուցասրահը, մարդկանց որոշակի դասի համար են։ Դիտորդների մեջ շշուկ անցավ, ինչ որ մեկը քմծիծաղեց։ Մեկին զննեց դատող դեմքերը, Բլեյքի ինքնագոհ արտահայտությունը, սեփականատիրոջ լուր հավանությունը իր աշխատակցի պահվածքին։ Նա նախկինում էլ բախվել էր խտրականության, բայց հազվադեպ այսքան բացահայտ, այսքան հրապարակայնորեն։ Հասկանում եմ, պարզապես ասաց նա, պահպանելով արժանապատվությունը։ Բայց կոտրված սրտով նա շրջվեց եւ գնաց դեպի ելքը։ Թիկունքում նա լսեց Բլեյքի ձայնը։ Օ, ոչ բավականաչափ ցածր։ Որոշ մարդիկ պարզապես չգիտեն իրենց տեղը։ Անցնելով ապակե դռներով դեպի առավոտյան արևի լույսը, Մեգին հանեց հեռախոսը։ Նվաստացումը այրում էր, բայց նրա շուրթերին հայտնվեց փոքրիկ վճռական ժպիտ, երբ նա հավաքեց քորենզի կալվածքի համարը։ Այն տեղակայված էր Բոստոնից դուրս 5 խաղաղագրերի վրա։ Նրա զուսպ էլեգանտությունը ոչինչ չէր ասում դրա հետևում կանգնած միլիարդների մասին։ Ալեքսանդր Քոլինզը հենց այդպես էր նախընտրում։ 41 տարեկանում այս տեխնոլոգիական հանճարը հեղափոխություն էր կատարել վերականգնվող էներգիայի պահպանման տեխնոլոգիայի մեջ, վաստակելով կարողություն, միևնույն ժամանակ միտումնավոր պահպանելով համեստ ապրելակերպ։ Երբ Մեգին մտավ նրա տնային գրասենյակ, Ալեքսանդրը կտրվեց աշխատանքից եւ անմիջապես մի կողմ դրեց գործերը։ 15 տարվա ամուսնությունը սովորեցրել էր նրան ճշգրտությամբ կարդալ կնոջ դեմքի արտահայտությունը։ Ինչ որ բան այն չէր, ինչ է պատահել, հարցրեց նա, շրջանցելով սեղանը նրան դիմավորելու համար։ Մեգին ընկղմվեց կաշվե բազկաթոռի մեջ։ Առավոտյան իրադարձությունները ճնշել էին նաև նրան։ Նոր հատակ, ասաց նա ծուռ ժպիտով, որը չհասավ նրա աչքերին։ Նա պատմեց ավտոսրահում իր փորձառության մասին, մեծամտության, նվաստացման, բացահայտ խտրականության մասին։ Մինչ նա խոսում էր, Ալեքսանդրի դեմքի արտահայտությունը գնալով ավելի մռայլ էր դառնում, բայց նա լռում էր, տալով նրան ամեն ինչ արտահայտելու հնարավորություն։ Խնդիրը ես չեմ, եզրափակեց նա։ Ես ունեմ հեռանալու արտոնություն, իմանալով ճշմարտությունը։ Բայց քանի մարդ է ամեն օր ենթարկվում նման վերաբերմունքի, չունենալով սփոփանք այն բանում, որ նրանք իրականում կարող էին իրենց թույլ տալ այն, ինչ իրենց մերժում են, Ալեքսանդրը մտախոհ գլխով արեց։ Նրանց համատեղ կյանքի տարիների ընթացքում հենց դա էր միշտ ամենաշատը հուզում նրան Մեգիի մեջ։ Նրա մշտական հոգատարությունը ուրիշների հանդեպ, նույնիսկ երբ նրան էին նեղացնում։ Եվ այսպես, ինչ ես ուզում անել դրա հետ կապված, վերջապես հարցրեց նա։ Մի մասս ուզում է ոչինչ չանել, խոստովանեց նա, պարզապես գնել Քերոլայնի նվերը այլ տեղից։ Բայց հետո ես մտածում եմ այն երիտասարդ վաճառող Դենիելի մասին, ով ինձ վերաբերվեց հարգանքով, անկախ նրանից, թե ինչպես էի հագնված։ Ես մտածում եմ բոլոր այն մարդկանց մասին, ովքեր բախվում են նման դատողության, չունենալով որևէ բան ձեռնարկելու հնարավորություն։ Նա նայեց ուղիղ Ալեքսանդրին։ Այդ մարդիկ պետք է հասկանան, որ արժեքը չի որոշվում արտաքինով, բայց ես վրեժ չեմ ուզում։ Ես ուզում եմ, որ մարդիկ գիտակցեն դա։ Ալեքսանդրը դանդաղ գլխով արեց։ Նրա գլխում ծրագիր հասունացավ։ Կարծում եմ ես մի գաղափար ունեմ, որը թույլ կտա հասնել եւ մեկին, եւ մյուսին։ Ոչ մի չափազանց դրամատիկ բան, զգուշացրեց Մեգին իմանալով ամուսնու պաշտպանական բնազդները։ Ոչ մի ավտոսրահի գնում եւ բոլորին անխտիր աշխատանքից ազատում։ Ալեքսանդրը ծիծաղեց։ Ոչ մի նման բանալ բան։ Բայց գուցե նա թեքվեց առաջ։ Նրա աչքերը փայլեցին։ Փոքրիկ լուսավորությունը չի խանգարի։ Միասին նրանք մշակեցին ծրագիր ոչ թե վրեժի, այլ լուսավորության համար, ինչը կարող էր փոխել հայացքները ավելի արդյունավետ, քան պարզ հատուցումը։ Դու վստահ ես, որ չես ուզում գալ ինձ հետ, հարցրեց Ալեքսանդրը, երբ նրանք ավարտեցին մանրամասների քննարկումը։ Մեգին բացասաբար շարժեց գլուխը։ Խնդիրն այն չէ, որ ինձ պետք է տեսնել նրանց անկումը։ Խնդիրն այն է, որ նրանք սովորեն տեսնել արտաքինից այն կողմ։ Նա լռեց, ապա ժպիտով ավելացրեց. բայց ես սպասում եմ ամբողջական զեկույցի։ Երբ երեկոն իջավ նրանց տան վրա, Ալեքսանդրը կատարեց մի քանի հեռախոսազանգ, հաջորդ առավոտ ամեն ինչ գործի դնելու համար։ Վաղվա օրը կբերի խոնարհության եւ ենթադրությունների վտանգավորության հզոր դաս ոչ միայն Բլեյք Թոմփսոնի, այլև Boston Luxury Motors-ի բոլոր աշխատակիցների համար։ Եթե ձեզ դուր է գալիս այս պատմությունը,
Սեղ մեկ բաժանորդագրվելու կոճակը եւ միացեք պատմությունների սիրահարների մեր համայնքին։ Իսկ այժմ վերադառնանք նրան, թե ինչ տեղի կունենա հետո։ Հաջորդ առավոտը իդեալական եղանակով բացվեց։ Բլեյք Թոմփսոնը մտավ Boston Luxury Motors, վստահ քայլվածքով ուղղելով իր ֆիրմային կապույտ փողկապը։ Երեկվա միջադեպը վատ հագնված կնոջ հետ դարձել էր զվարճալի անեկդոտ, որով նա կիսվել էր գործընկերների հետ խմիչքի սեղանի շուրջ։ Եվս մեկ մոլորյալ երազող, որը երևակայում է իրեն շքեղության աշխարհին պատկանող։ Ցուցասրահը շողշողում էր մանրակրկիտ տեղադրված լուսարձակների ներքո։ Էկզոտիկ մեքենաները ռազմավարականորեն դասավորված էին, դրանց գրավչությունը առավելագույնի հասցնելու համար։ Բլեյքը հենց նոր ավարտել էր առավոտյան ժողովը անձնակազմի հետ, ընդգծելով հաճախորդների ճիշտ գնահատման կարևորությունը։ Հիշեք, հրահանգում էր նա վաճառքի թիմին։ Մեր ժամանակը թանկ է։ Մենք սպասարկում ենք որոշակի հաճախորդների։ Սա էլիտիզմ չէ, սա արդյունավետություն է։ Դենիելը երիտասարդ վաճառողը լռում էր ժողովի ընթացքում։ Նրա անհարմարությունը ակնհայտ էր։ Բլեյքը մտովի նշեց, որ պետք է խոսի նրա հետ հաճախորդների ճիշտ գնահատման մասին։ Ուղիղ ժամը 10:17-ին բացառիկ շարժիչի բնորոշ մռնչյունը գրավեց ուշադրությունը դրսից։ Պանորամային պատուհաններից երևաց մի մեքենա, որը նման չէր ոչ մեկին եւ սահուն կանգ առավ ուղիղ գլխավոր մուտքի դիմաց։ Խոսակցությունները կիսատ մնացին։ Նույնիսկ Բլեյքը, ով սովորաբար չէր տպավորվում շքեղ մեքենաներով, դրանց ամենօրյա մոտիկության պատճառով, զգաց, թե ինչպես հաճախացավ իր զարկերակը։ Rolls-Royce Phantom երկարացված անիվային բազայով։ Բայց ոչ պարզապես Phantom։ Սա պատվերով մոդել էր, մուգ կապույտ եզակի հարդարմամբ, որը կարծես փոխում էր երանգները արևի տակ։ Պահպանողական գնահատականներով դրա արժեքը գերազանցում էր 1-2 միլիոնը։ Ռիչարդ Մեյսոնը դուրս եկավ իր աշխատասենյակից, գրավված հանկարծակի լռությամբ։ Պատվերով Phantom, հաստատեց Բլեյքը, արդեն ուղղվելով դեպի ելքը։ Չափազանց հազվագյուտ կոնֆիգուրացիա։ Համազգեստով վարորդը դուրս եկավ Rolls-Royce-ից եւ շրջանցեց մեքենան, սպիտակ ձեռնոցներով անթերի ճշգրտությամբ բացելու հետևի ուղևորի դուռը։ Մեքենայից դուրս եկավ պատկառելի արտաքինով մի տղամարդ, բարձրահասակ եւ անթերի հագնված, պատվերով կարված կոստյումով, որն ավելի շուտ շշնջում էր, թանգորում իր հինգանիշ գնի մասին։ Նրա ճերմակող մազերը կատարելապես հարդարված էին, իսկ կեցվածքը ճառագում էր անկաշկանդ իշխանություն։ Բլեյքի պրոֆեսիոնալ բնազդները գործեցին ամբողջ հզորությամբ։ Սա պարզապես լավ հաճախորդ չէր։ Սա այն տիպի հաճախորդն էր, որի համար պայքարում էին դիլերական կենտրոնները։ Նա, ում գնումները ներառում էին ոչ միայն մեկ մեքենա, այլև պոտենցիալ երկարաժամկետ հարաբերություններ, միլիոնների հասնող։ Բարի լույս, սր, բարի գալուստ Boston Luxury Motors, ձայն տվեց Բլեյքը, ընդառաջ գնալով պատվավոր այցելուին, նախքան որևէ այլ վաճառող կհասցներ մոտենալ։ Բլեյք Թոմփսոն, վաճառքի մենեջեր։ Ինձ համար մեծ պատիվ է ողջունել ձեզ այսօր։ Տղամարդը նայեց Բլեյքին անընթեռնելի դեմքով, ապա քաղաքավարի ժպտաց, բայց ժպիտը չհասավ նրա աչքերին։ Ալեքսանդր Քոլինզ, պարզապես պատասխանեց նա, մեկնելով ամուր ձեռքը ձեռքսեղման համար։ Բլեյքի մտքերը խառնվեցին։ Անունը նրան աղոտ ծանոթ թվաց, բայց նա չկարողացավ անմիջապես հիշել, ով է դա։ Ամեն դեպքում Rolls-Royce-ը ինքնին խոսում էր այդ մարդու ֆինանսական վիճակի մասին։ Պարոն Քոլինզ, սա իսկապես մեծ պատիվ է։ Ինչը բերեց ձեզ մեր համեստ հաստատություն այսօր։ Գուցե ես կարողանայի ցույց տալ ձեզ մեր վերջին ստացումները։ Մենք հենց նոր ստացել ենք սահմանափակ սերիա։ Ալեքսանդրը թեթևակի բարձրացրեց ձեռքը, կանգնեցնելով Բլեյքի սովորած ճառը։ Իրականում ես այստեղ եմ կոնկրետ մեքենայի, մուգ կապույտ ազուրե կուպեի համար։ Բլեյքի ժպիտը լայնացավ։ Հիանալի ընտրություն, սր։ Այս տարի թողարկված ընդամենը 15-ից մեկը։ Ես հաճույքով ձեզ այն ցույց կտամ։ Այն հենց այնտեղ է։ Ես գիտեմ, որտեղ է այն գտնվում։ Սահուն ընդհատեց Ալեքսանդրը։ Կինս երեկ այստեղ էր եւ հետաքրքրվածություն էր հայտնել դրա նկատմամբ։ Բլեյքի ժպիտը, որը նախատեսված էր հաճախորդների սպասարկման համար, մնաց անփոփոխ, թեև նրա աչքերում շփոթմունք առկայծեց։ Ձեր կինը, չեմ հիշում, գուցե նրան օգնել է իմ գործընկերներից որևէ մեկը։ Ալեքսանդրի դեմքի արտահայտությունը նկատելիորեն սառեց։ Ոչ, պարոն Թոմփսոն, դուք էիք նրան օգնում։ Ավելի ճիշտ, դուք հրաժարվեցիք օգնել նրան։ Մարգարետ Քոլինզ, նա ջինսով էր եւ սպիտակ շապիկով։ Դուք առաջարկեցիք նրան դիտել օգտագործված մեքենաները։ Արյունը հեռացավ Բլեյքի դեմքից եւ գիտակցումը հասավ նրան։ Իր թիկունքում նա լսեց Դենիելի ցածր հառաչանքը,
ով կանգնած էր ոչ հեռու։ «Պարոն Քոլինզ, ես», կակազեց Բլեյքը։ Նրա խոսքի սովորական սահունությունը լքեց նրան։ «Պետք է որ ինչ-որ թյուրիմացություն լինի։ Մենք ուրախ ենք բոլոր հաճախորդներին»։ Այդ ժամանակ մոտեցավ Ռիչարդ Մեյսոնը, զգալով հասունացող իրավիճակը։ «Ամեն ինչ կարգին է, Բլեյք», Ալեքսանդրը շրջվեց դեպի սեփականատերը։ «Պարոն Մեյսոն, ենթադրում եմ»։ Ռիչարդ Մեյսոն, այո, ես եմ։ «Բարի գալուստ, Boston Luxury Motors»։ «Շնորհակալություն։ Ես հենց նոր բացատրում էի պարոն Թոմփսոնին, որ կինս երեկ այցելել էր։ Նա հետաքրքրված էր Azure կուպեի գնմամբ, որպես նվեր իր քրոջը։ Սակայն նրա հետ վարվել են այնպես, որ ինձ դա անհանգստացնում է»։ Ռիչարդի դեմքի արտահայտությունը արագ փոխվեց ողջունելիից անհանգիստի։ «Ցավում եմ դա լսել, կարծես թե ես կարճ ժամանակով մասնակցել եմ խոսակցությանը, բայց չգիտեի բոլոր մանրամասները»։ Ալեքսանդրը մտախոհ գլխով արեց։ «Մանրամասները ներառում են այն, որ ձեր վաճառքի մենեջերը ենթադրել է, թե նրա նման մարդիկ չեն պատկանում նման հաստատությանը, հիմնվելով բացառապես նրա առօրյա հագուստի վրա։ Այդ պահին հավաքվել էր փոքրիկ ամբոխ, մյուս վաճառողները, օժանդակ անձնակազմը, նույնիսկ մի քանի վաղորդյան գնորդներ։ Ցուցասրահում կատարյալ լռություն տիրեց։ «Պարոն Քոլինզ», սկսեց Բլեյքը։ Նրա ձայնում հուսահատություն հնչեց։ «Եթե տեղի է ունեցել ինչ-որ թյուրիմացություն»։ «Դա թյուրիմացություն չէր», հանկարծ ասաց Դենիելը։ Բոլոր հայացքները ուղղվեցին երիտասարդ վաճառողին, ով ինքն էլ զարմացած էր իր համարձակությունից։ «Միս Քոլինզի հետ վատ վարվեցին»։ Նա քաղաքավարի եւ կոնկրետ էր, հայտնեց իր հետաքրքրությունը Azure-ի նկատմամբ, բայց նրան բազմիցս անտեսեցին իր արտաքինի պատճառով։ Բլեյքը ոչնչացնող հայացք նետեց Դենիելին, բայց գործն արված էր։ Ալեքսանդրը կրկին շրջվեց դեպի Ռիչարդ Մեյսոնը։ «Գիտեք, դա հետաքրքիր է։ Կինս հիմնել եւ ղեկավարում է Քոլինզ հիմնադրամը, սահմանափակ հնարավորություններով երեխաների համար։ Դա նրա կյանքի գործն է։ Այն պահից, ինչ մենք ծանոթացել ենք, նա հավաքել է ավելի քան $50 միլիոն մասնագիտացված բժշկական սարքավորումների եւ կրթական ծրագրերի համար»։ Նա լռեց, թողնելով, որ բոլորը գիտակցեն դա։ Մեգին նախընտրում է պարզ հագնվել, որովհետև հավատում է համեստ ապրելակերպին։ Չնայած մեր կարողությանը, նա համարում է, որ դա օգնում է իրեն կապի մեջ մնալ այն ընտանիքների հետ, որոնց նա օգնում է։ Սա այն անթիվ պատճառներից մեկն է, որոնց համար ես սիրում եմ նրան։ Ռիչարդ Մեյսոնը գունատվեց։ «Պարոն Քոլինզ, ես հավաստիացնում եմ ձեզ, դա չի արտացոլում մեր ավտոսրահի արժեքները։ Մենք հպարտանում ենք նրանով, որ գործողություններն ավելի բարձր են խոսում, քան առաքելությունները, պարոն Մեյսոն», կոշտ ընդհատեց Ալեքսանդրը։ «Հիմա ինչ վերաբերում է Azure-ին, ես այստեղ չեմ միայն մեկ մեքենա դնելու համար»։ Բլեյքը թեթևակի աշխուժացավ։ Նրա աչքերում հույս փայլատակեց։ «Ես ծրագրել էի գնել Azure-ը կնոջս քրոջ համար, ինչպես ցանկանում էր Մեգին։ Բայց ես նաև դիտարկում էի կորպորատիվ ավտոպարկի փոխարինման հնարավորությունը, ընդհանուր 7 մեքենա։ Եվ իմ անձնական հավաքածուն նույնպես թարմացման կարիք ունի»։ Մեյսոնի աչքերը լայնացան։ Նման գործարքը թույլ կտար նրանց կատարել եռամսյակային պլանները մեկ գործարքով։ Սակայն Ալեքսանդրը շարունակեց. «Ես կասկածում եմ, արդյոք սա հարմար վայր է նման զգալի ներդրման համար»։ Ցուցասրահում բացարձակ լռություն տիրեց։ Բլեյքը ֆիզիկապես հիվանդ տեսք ուներ։ «Պարոն Քոլինզ», հուսահատորեն սկսեց Ռիչարդը, «ես չեմ կարող բավականաչափ ներողություն խնդրել այս ցավալի միջադեպի համար։ Հավաստիացնում եմ ձեզ, սա մեր աշխատավոճը չէ։ Խնդրում եմ թույլ տվեք մեզ ամեն ինչ ուղղել»։ Ալեքսանդրը մի պահ մտածեց։ «Գուցե ելք կա», ասաց նա վերջապես, «բայց դրա համար կպահանջվի ավելին, քան պարզապես ինձ մեքենաներ վաճառելը»։ «Ամեն ինչ, ինչ ցանկանաք», արագ վստահեցրեց Ռիչարդը։ «Քոլինզ հիմնադրամը հաջորդ ամիս անցկացնում է բարեգործական գալա-երեկո։ Մենք միջոցներ ենք հավաքում սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով երեխաների համար նոր սպորտային համալիրի կառուցման համար»։ «Բլեյք», շրջվեց նա դեպի շփոթված վաճառքի մենեջերը, «կարծում եմ, քո ներկայությունը ուսանելի կլինի»։ Բլեյքը կուլ տվեց։ «Ոչ որպես հյուր», ճշտեց Ալեքսանդրը, «այլ որպես կամավոր։ Հիմնադրամը միշտ ունի մարդկանց կարիք, ովքեր կարող են օգնել նախապատրաստական աշխատանքներում, օգնել երեխաներին, սեփական աչքերով տեսնել, թե ինչ աշխատանք է տարվում։ Իմաստը պարզ էր։ Խոսքն արդեն ոչ միայն մեքենաների վաճառքի մասին էր։ Խոսքը մարդկային արժեքի մասին հիմնարար դասը յուրացնելու մասին էր։ Բացի այդ, շարունակեց Ալեքսանդրը դիմելով Ռիչարդ Մեյսոնին,
Ավտոսրահը գուցե պետք է դիտարկի անգիտակցական նախապաշարմունքների վերաբերյալ ուսուցման ծրագրի ներդրման հնարավորությունը։ Ես գիտեմ մի քանի հիանալի խորհրդատուների։ Անպայման։ Մենք ուրախ կլինենք նման նախաձեռնության համար։ Ռիչարդը եռանդում գլխով արեց։ Ինչ վերաբերում է մեքենաներին, Ալեքսանդրը շրջվեց դեպի Դենիելը, երիտասարդ վաճառողը, ով համարձակվել էր խոսել։ Ես կցանկանայի, որ դու զբաղվես բոլոր փաստաթղթերով, սկսած իմ քենու համար նախատեսված Ազուրեից։ Դենիելի աչքերը լայնացան։ Ես, շնորհակալություն Սր, ինձ համար դա պատիվ կլինի։ Լավ, վերջնական տոնով ասաց Ալեքսանդրը։ Հիմա քննարկենք կորպորատիվ ավտոպարկի մանրամասները։ Ուղղվելով դեպի Մեյսոնի աշխատասենյակ, Ալեքսանդրը կանգ առավ Ազուրեի առջև, ձեռքը տանելով դրա հարթ ուրվագծով։ Կինս հիանալի ճաշակ ունի, այնպես չէ։ Նրանց հետևում Բլեյք Թոմփսոնը անշարժ կանգնած էր, եւ նրա իդեալական աշխարհը հիմնովին փոխվել էր։ Նրան վերջապես հասավ դառը ճշմարտությունը։ Նա ցույց տվեց իր բնույթը ոչ թե նրանով, թե ինչպես էր վերաբերվում նրանց, ում համարում էր կարևոր, այլ նրանով, թե ինչպես էր վերաբերվում նրանց, ում համարում էր աննշան։ Մեկ ամիս անց Քոլինս հիմնադրամի բարեգործական գալաերեկոն Grand Hotel Boston-ը վերածել էր հնարավորությունների տոնի։ Տարբեր սահմանափակ հնարավորություններ ունեցող երեխաները եւ նրանց ընտանիքները շփվում էին դոնորների, բուժաշխատողների եւ աջակիցների հետ։ Մուտքի մոտ Բլեյք Թոմփսոնը, հագնված ոչ թե իր սովորական հագուստով, այլ միջոցառման անձնակազմի համազգեստով, ուղղորդում էր հյուրերին եւ օգնում անվասայլակով փոքրիկ տղային։ Անցած ամիսը խորապես փոխել էր նրան։ Հիմնադրամում նրա կամավորական աշխատանքը սկսվել էր որպես պարտավորություն, մասնագիտական գոյատևման գին, բայց տեղի ունեցավ անսպասելի մի բան։ Դիտելով այն դժվարությունները, որոնց այդ երեխաները բախվում էին ամեն օր, եւ այն արժանապատվությունը, որով նրանք հաղթահարում էին ֆիզիկական խնդիրները, նրա հայացքը աշխարհին փոխվեց։ Սրահի մյուս ծայրում նրան մոտեցավ Մեգի Քոլինզը, էլեգանտ իր հասարակ կապույտ զգեստով։ Չնայած նրան, որ Բլեյքը հիմա գիտեր, թե ով է նա, նրան կրկին ապշեցրեց նրա մոտ ցանկացած ցուցադրական շքեղության բացակայությունը։ Ինչպես է փորձը, Բլեյք, հարցրեց նա։ Նա լրջորեն մտածեց հարցի շուրջ։ Ցնցող, վերջապես պատասխանեց նա, եւ անհրաժեշտ։ Մեգին գլխով արեց։ Կարծես Թոմասը կապվել է ձեզ հետ, նկատեց նա, նկատի ունենալով անվասայլակով տղային։ Նա սովորեցնում է ինձ ադապտիվ բասկետբոլ խաղալ, խոստովանեց Բլեյքը։ Պարզվում է, ես սարսափելի տեխնիկա ունեմ։ Դա անկեղծ ծիծաղ առաջացրեց Մեգիի մոտ։ Նա ազնիվ մարզիչ է։ Բլեյքի դեմքի արտահայտությունը լրջացավ։ Տիկին Քոլինս, ես գիտեմ, որ արդեն բերել եմ ձեզ պաշտոնական ներողություն, բայց ես պետք է ասեմ դա անձամբ։ Ես անկեղծորեն ցավում եմ, թե ինչպես վարվեցի ձեզ հետ։ Դրան արդարացում չկա։ Դուք ճիշտ էիք։ Ոչ, համաձայնեց նա, բայց առանց չարության։ Հարցն այն է, թե ինչ դուք սովորեցիք, որ արժեքը չի որոշվում արտաքինով, դիրքով կամ ունեցվածքով, մտախոհ ասաց նա, եւ որ յուրաքանչյուրը արժանի է հարգանքի, քանի դեռ հակառակը չի ապացուցել, այլ ոչ թե հակառակը։ Լավ դասեր են, ընդունեց Մեգին։ Հանկարժեք, ինչպես ենթադրում եմ։ Բլեյքը մեղավոր գլխով արեց, հիշելով այն զգալի բիզնեսը, որը կորցրեց ավտոսրահը, երբ Ալեքսանդր Քոլինզը որոշեց գնել միայն Ազուրե, այլ ոչ թե ամբողջ լրացուցիչ ավտոպարկը։ Յուրաքանչյուր կոպեկն արժեր դրան, անկեղծորեն պատասխանեց նա։ Սրահի մյուս ծայրում նրանց միացավ Ալեքսանդրը, քնքշորեն դնելով ձեռքը կնոջ ուսին։ Բլեյքը հենց նոր կիսվում էր իր որոշ դիտարկումներով, բացատրեց Մեգին։ Ալեքսանդրը գլխով արեց։ Ես լսել եմ, որ դուք բավականին ակտիվ մասնակցում եք ադապտիվ սպորտի ծրագրին։ Այո, Սր։ Իրականում ես գրանցվել եմ շարունակելու կամավորական գործունեությունը նաև պարտադիր ժամկետի ավարտից հետո։ Նա կակազեց, ապա ավելացրեց. Եվ ես աշխատում եմ պարոն Մեյսոնի հետ, վերանայելու մեր մոտեցումը հաճախորդներին ավտոսրահում, այլևս ոչ մի գնահատական ըստ արտաքին տեսքի։ Ուրախ եմ դա լսել, ասաց Ալեքսանդրը, ապա զարմացրեց Բլեյքին, ավելացնելով. Իդեպ, ինչ վերաբերում է կորպորատիվ ավտոպարկին, որի մասին ես հիշատակել էի, մենք դեռ շուկայում ենք, գուցե դուք կարողանայիք զբաղվել այդ գործարքով։ Դենիելը շատ լավ է արտահայտվում այն մասին, թե ինչպես եք դուք նրան ուղղորդում։ Բլեյքի դեմքի արտահայտությունը սկզբում արտացոլեց շոկ, ապա փոխարինվեց անկեղծ երախտագիտությամբ։ Ինձ համար դա պատիվ կլինի, պարոն Քոլինզ, պատիվ։ Ավելի ուշ, երեկոյան, երբ միջոցառումը մոտենում էր ավարտին, Բլեյքը հետևում էր, թե ինչպես են Մեգի եւ Ալեքսանդր Քոլինզները
շրջում սրահում, ի ցույց չդնելով իրենց հարստությունը կամ ազդեցությունը, այլ անկեղծորեն շփվելով յուրաքանչյուր երեխայի եւ ընտանիքի հետ։ Նա մտածեց այն մասին, թե որքան ամբողջական է փոխվել իր ընկալումը։ Մեկ ամիս առաջ նա արհամարանքով կվերաբերվեր Մեգի Քոլինզի նման մեկին նրա առօրյա արտաքինի պատճառով։ Հիմա նա հասկանում էր, որ իրական արժեքը դիզայներական պիտակներից, շքեղ մեքենաներից կամ բարձր պաշտոններից ավելի խորն է։ Երբ Բլեյքը օգնեց Թոմասին վերադառնալ անվասայլակ ֆոտոսեսիայից հետո, տղան ժպտաց նրան ներքևից վերև։ «Գիտեք ինչ, պարոն Բլեյք, դուք բավականին քյարթ եք մեծահասակի համար»։ Բլեյքը ժպտաց. «Թոմաս, քեզանից դա ամենալավ հաճոյախոսությունն է, որ ես ստացել եմ շատ երկար ժամանակվա ընթացքում»։ Եվ նա ասում էր դա անկեղծորեն։ Բոլորս էլ դատում ենք ըստ արտաքինի, այնպես չէ։ Բայց ինչպես պարզեց Բլեյք Թոմփսոնը, մակերեսից այն կողմ նայելով, կարելի է բացահայտել արտասովոր մարդկանց և կյանքը փոխող հնարավորություններ։ Եթե այս պատմությունը ձեզ դուր եկավ, խնդրում ենք սեղմել բաժանորդագրվելու կոճակը և միանալ պատմությունների սիրահարների մեր համայնքին։ Մենք ուրախ կլինենք լսել ձեր մտքերը ներքևում, մեկնաբանություններում։ Պատահել է արդյոք, որ սխալ դատեք որևէ մեկին ըստ արտաքինի կամ ինքներդ սխալ հասկացված լինեք։ Ձեր փորձը կարող է ոգեշնչել ուրիշներին։ Եվ հիշեք, հարստության իրական չափումը ոչ մի կապ չունի ձեր բանկային հաշվի հետ։ Այն կայանում է նրանում, թե ինչպես եք դուք վերաբերվում ուրիշներին, երբ կարծում եք, թե ոչ մի կարևոր մարդ չի նայում։ Կտեսնվենք մեր հաջորդ պատմության մեջ, որտեղ մեզ սպասում է ևս մեկ կարևոր դաս։